Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Աշակյան, վարչապետը աշխատանքային այցով Աբու Դաբիում է, այնտեղ արդեն ականատես եղանք վարչապետի եւ Իլհամ Ալիևի հանդիպմանը, կողմերը փոխադարձաբար մտքերով են փոխանակվել, մտքերը հիմնականում կապ ունեին առևտրաշրջանառության, փոխադարձ խաղաղության օրակարգը ամրապնդելու հետ եւ նաեւ քննարկման առանցք է եղել թրիփը։ Ինչ ակնկալել այս հանդիպումից, որովհետեւ գիտեք անցյալ տարվա Աբու Դաբիի հանդիպումից կարծես թե ամեն ինչ մեկնարկեց եւ դրական տենդենսները գնալով, այսպես ասած, շարունակվում են դրական դինամիկայի իմաստով ինչ ակնկալել այս հանդիպումից եւ նաեւ բանակցություններից, որովհետեւ քննարկվել է թե փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները եւ թե թրիփ նախագիծը։ Ես մտածում եմ, որ շատ կարեւոր էր հանդիպումները այդ մակարդակում։ Հիմա տեսեք, օրինակ Իրան եւ Իսրայել, Իրան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ կա լուրջ լարվածություն, հակամարտություն կա, բայց նրանց ղեկավարները չեն կարողանում հանդիպել։ Այսինքն այնքան բարդ է նրանց օրակարգը, որ նույնիսկ ղեկավարները դեմ դիմաց չեն կարող նստել, որտեղ այդ համակ գոյակցության բանը պատրաստվածությունը հասարակությունում իրենց երկրներում, ասենք Իսրայելի համար անընդունելի է Իրանի բոլոր տեսակի ծրագրերը, Իրանի համար էլ անընդունելի է Իսրայել պետության գոյությունը։ Պատկերացրեք նրանք խոսելու բան չունեն։ Ես համարում եմ, որ դա հաջող էր ու այդտեղ մի փոքր բան էլ հայտարարեցին, որ երկու երկրների Հայաստանի Հանրապետության մենք հայերս, Հայաստանի քաղաքացիները եւ Ադրբեջանի քաղաքացիները արդեն շահառու են։ Եվ տեսնում են պտուղները խաղաղության։ Այո, շահառու են, այսինքն գիտեք ինչ է, որ պետությունները, երկրի ղեկավարները խոսում են, չգիտեմ ինչեր են, փոխանակում ճանապարհներ են բացում, իրար համար փակում, հետո բացեն, փակեն, բայց երբ որ մենք դրանից շահում ենք, այ լավ է, չէ, երբ որ քաղաքական ղեկավարությունը շահ ունի հաշվետվության ժամանակ ասում է, գիտեք, զինադադար է կամ խաղաղություն է, հիմա մենք 3 տերմին բերեցինք, չէ, մոդա դարձնենք էլի, ճարտարապետն ենք մենք եւ այլն, ասում ենք, հա, լավ, անում եք էլի, ուզում եք նորից ընտրենք, դրա համար է կանում, բայց երբ որ ես էժան ապրանք եմ ձեռք բերում, այսինքն իմ վաստակած գումարը արդյունավետ եմ օգտագործում, այ ես շահում եմ, այ փոխշահավետություն կա իմ եւ իմ իշխանության մեջ։ Ես դրա մասին եմ խոսում։ Պարոն Աշակյան, բայց դրական դինամիկայի տեսակետից ինչ սպասել, այսինքն այս հանդիպումը գետնի վրա բանակցություններում որևէ դրական տեղաշարժ կարող է ապահովել նույն թրիփի մասով, նույն, չգիտեմ, առևտրաշրջանառության մասով, այսինքն ինչ ակնկալել հանդիպումից։ Եթե քաղաքական մասը դնենք մի կողմ, քաղաքական մեկնաբանությունները լսեցինք։ Այո, դե հիմա տնտեսական շահը կա։ Եվ հիմա մենք արդեն այն երրյակից դուրս գալով ասենք նաև անվտանգության խնդիրը։ Դա անվտանգություն է բերում, այդ թրիփ կոչվածը հենց այնպես չէր, մեզ դա կարևոր չէր, փակեր, թող փակել մնար, բայց մենք շատ այ 100 տարի առաջ, 100-ից ավել տարի առաջ, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դռանը կամ ընդունարանում նստած սպասում էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբեր ամսին կվերցնի Հայաստանի հայկական պետության անվտանգության մանդատը։ Այդպիսի բան է եղել։ Մենք բոլոր Եվրոպայի բոլոր պետությունների, ազդեցիկ պետությունների դռները ծեծում էինք, այնտեղ պոստեր էինք դրել մեր մտավորականներին նստացրել, այնք դեռ ասում էինք, թող Ֆրանսիան մեր երկրի անվտանգության մանդատը վերցնի։ Հիմա առանց մեր խնդրանքի Ամերիկայի Միացյալ Նահանգները ինքը վերցրել է մեր անվտանգության մանդատը։ Դրա անուն է, ինչ ուզում եք դրեք, միջանց կարիդոր, բայց ինձ համար կարևոր է, որ մենք շահեցինք անվտանգություն։ Տեսեք, ասում եք, ինչ կլինի, ես չգիտեմ նրանք ինչ են պայմանավորում, եւ լավ է, որ բաց բերան չեն։ Կամ բաներ, որ մեր հասարակությունը պատրաստ չի։ Մենք չենք կարող շատ բաներ լսել հիմա։ Մենք դրան պատրաստ չենք, այնտեղ նույնպես պատրաստ չեն։ Ուրեմն ուզում եմ ասել, որ այն 3-ին ավելացնենք 4-րդը։ Անվտանգության մանդատ է, թրիփ ինձ համար տնտեսական բաղադրիչը կարևոր է, ես ասացի, բայց կարող էր եւ դա չլինել։
Պարոն Աշակյան, քանի որ Դավոսում վերջերս Իլհամ Ալիևը խոսել էր այն մասին, որ բավարար կամք ունենալու դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հասնել խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը, հարցս նաեւ այդ կոնտեքստում էր, թե արդյոք կարող ենք ենթադրել, որ սա եւս մեկ քայլով մոտեցնում էր խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Խոսքը նախաստորագրված պայմանագրի արդեն վերջնական ստորագրման մասին է։ Գիտեք, ստորագրված փաստաթղթերը լավ բան են։ Հետո միջազգային դատարան դիմելու համար եւ այլ ինչ որ բաների համար դրանք պետք կգան։ Կամ ընդհանրապես դա մի տեսակ բան է, էլի, բանավորից տարբերվում է ակնհայտորեն։ Գիտեք, գրագետ ժողովուրդներ եւ անգրագետ ժողովուրդներ, ասենք գիր ունեցող ժողովուրդը տարբերվում է։ Ճիշտ այդ մակարդակն է, բայց ընդհանրապես մեր հարևանների հարաբերությունների մեջ կարևորը փոխշահավետությունն է։ Այդ պայմանագիրը կկնքվի, թե չի կնքվի, գիտեք, ասում են Ճապոնիան եւ Ռուսաստանը մինչեւ հիմա խաղաղության պայմանագիր չունեն, այդ Կուրիլյան կղզիների են, պատճառով միջորցին կղզի կա քարսա, ընդհանրապես ժայռեր են, էլի, օվկիանոսում, դրա պատճառով չունեն, շատ երկրներ չունեն այդպիսի պայմանագրեր, բայց հաջողությամբ եւ փոխշահավետ ձևով ապրում են իրար հետ։ Ես ուզում ասել, որ թղթի վրա լավ է, որ թուղթը կա, դե կդնենք միտեղ կպահենք, դա կերևա, էլի, ինչ-որ ժամանակ կարող է եւ պետք գալ, եւ կարող է նաեւ դա դառնալ նախատիպ մի այլ ավելի բարձր կարգի հարաբերությունների համար, բայց ես դրան կարևորություն չեմ տալիս։ Կարևորը հենց այն է, որ կա պարտադրանքը խաղաղության եւ մեզ եւ Ադրբեջանին պարտադրվեց խաղաղություն։ Այ հիմա մենք պետք է թուղթ, եթե ունենք, եթե թղթի վրա աշխատում ենք, այն նրանց հետ աշխատենք, ես դրան միշտ ասում եմ Մինսկի խումբ։ Ընդհանրապես ցանկալի չի Մինսկի խումբ ասելը։ Մինսկը բերենք, Մինսկը ընդհանրապես հիմա բան չի, նորաձև չի, բռնապետություն, բան, դաժանություն։ Ես երեք միավոր հաշվի եմ առնում Ռուսաստանի Ֆեդերացիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը, այն մենք պետք է թղթեր նրանց հետ ստորագրենք։ Տեսեք ինչ մի քիչ վատ բան եմ ասում, այսինքն մեր հարևանի հետ կստորագրենք, չէ՞։ Ռուսաստանի հետ արդեն կա դաշնակցային պայմանավորվածությունների թղթերի մասին է խոսքը։ Դա բանի պայմանագիր է, գաղութային պայմանագրեր են։ Դա նրանք մեզ չեն ընկալում որպես գործընկեր, այն երկուսի արկայությունը։ Տեսեք Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, որոնց հետ նույնպես մենք սկսել ենք արդեն դառնալ դաշնակցային, այդ նոր գալիս է արդեն Ռուսաստանի Ֆեդերացիան արդեն որպես մրցակից նրանց հետ, մեր հետ չէ, արդեն նրանց հետ մրցակցություն թող իրեն ավելի լավ պահի, հարգի ինքը իր ստորագրությունները, իր հայտարարությունները, բացի Լենին Աթաթուրք ստորագրությունը, այդ պայմանագիրը նույնպես դաշնակցային է, նա ավելի կարևոր է, քան թե մեր հետ կնքած դաշնակցային պայմանագիրը, նա նրանց առաջ հաշվետու է։ Պարոն Աշակյան, վերադառնալով Ռուսաստանի հետ այդ պայմանագրերին, տեսեք, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը երեկ հայտարարել է, որ երկաթգծի Իջևան եւ Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ։ Գիտեք, վարչապետն էր ավելի վաղ Մոսկվա այցելության ժամանակ այդ առաջարկն արել անձամբ Վլադիմիր Պուտինին, բայց ռուսական կողմից մենք կարծես թե որևէ շահագրգռվածություն կամ հայտարարություններ այդ իմաստով չենք լսում։ Զախարովան ասում է, որ այո, իրենք ուսումնասիրում են այդ նամակները, հայկական կողմի դիմումները, բայց իրենց հայտարարությունները ավելի շատ թրիփին մասնակցելու մասին են, քան Ախուրիկ Իջևան հատվածների վերականգնման մասին են։ Հիմա որքան պիտի հայկական կողմը սպասի, որ Ռուսաստանը իր պարտավորությունները կատարի։ Ընդհանրապես չպետք է սպասի Հայաստանը։ Ինչ պետք է վերջացած փուլ է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների այդ մակարդակը ավարտված է։ Ռուսաստանը այստեղ շահ չունի։ Ռուսաստանը հնդկական օվկիանոս դուրս չի գալու Ադրբեջանի ու Հայաստանի միջոցով։ Հայկական եւ ադրբեջանական, ընդհանրապես ադրբեջան պետությունը ստեղծվել է հետագայում Պարսից ծոց դուրս գալու համար։ Թե չէ նրանց պետք չէր այդ թաթարական կամ չգիտեմ թալիշական, մուղանական, լեզգիական պետությունը միավորել ուդիներով, հայերով, ասիմիլացնել, խառնել։ Նպատակը դա էր, որ դուրս գան Պարսից ծոց
Միանգամից պատկերացնում եք հյուսիս-հարավ երազել են ցավերը։ Լավ, հիմա երկաթուղուն եթե վերադառնանք։ Պատկերացրեք, եւ վերադառնում եք երկաթուղուն։ Եթե Ռուսաստանը չի դուրս գալու Հնդկական օվկիանոս, չի դուրս գալու միջերկրական ծով Հայաստանի միջոցով դեպի Կիլիկիա, բերելով այդ մագաղատները իր վրա վերցրած, ինքը ստանձնել է դա քրիստոնեության հովանավորը։ Դրանք այլևս չկան։ Իր ծրագրերի մեջ հիմա Հյուսիսային Կովկասը փրկելն է, պահելն է, Թաթարստանը պահելն է իր ծրագրերի մեջ։ Հայաստանը հիմա իր համար բեռ է։ Չկա Հայաստանում ինքը շահ չունի, սա ոչ ֆորպոստ է, ոչ պլացդարմ է, ոչ մի բան է։ Չկա որևէ բան, որ Ռուսաստանին բացի նրանից, որ սա, ասում եմ, ագրեսիայի համար արդարացում, ագրեսիան արդարացնող հանգամանք էր։ Եվ Ատրպատականը, Ադրբեջանը, եւ Արարատյան երկիրը, Արմյանսկայա օբլաստը։ Հիմա դա չկա, Ռուսաստանը չգիտի ոնց հրաժարվի մեզանից։ Այդ ինչ որ անում է հիմա, այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես չգիտեմ, այդ զենքի հետ կապված խնդիրները, ատոմակայանի կիսատ աշխատանքը, որ չի փոխում, այն մյուս ռեակտորը չի աշխատում, նվաստացնող պայմանները մեզ այսինքն դրթում են, նվաստացում են, որ վրընդենք իրենց, որ մենք նախաձեռնենք ապահարձանը։ Դուք պատկերացնում եք, Ռուսաստանը ուզում է, որ մենք ասենք չենք ուզում։ Ինքը Ռուսաստանի իշխանությունը իր շովինիստ զանգվածի առաջ պատասխանատվություն է զգում, ծավալապաշտ զանգված կառուսա։ Դրանց ասում են սև հարյուրակայիններ։ Դրանց առաջ սև հողայիններ, հա, Չեռնոզեմի, հա, էլի սև հարյուրակայիններ, մինչև թարգմանում ես ուրիշ բան է ստացվում։ Ուրեմն Ռուսաստանին հիմա պետք է որ մենք իրեն վրընդենք, իսկ մենք ապահում ենք, ու դրանից նրանք ներվայնանում են։ Պարոն Աշակյան, բայց իրենց պրոպագանդիստների հայտարարությունները ամեն դեպքում հակառակի մասին են։ Նրանք մտահոգված են, որ 2026 թվականին կարող են ռուսական ուժերը խորհրդարանում փոքր տեղ ունենալ կամ ընդհանրապես տեղ չունենալ, ասում են, որ Հայաստանը կորցնում են որպես ազդեցության գոտի, այսինքն դա այդքան է հրաժարվելու։ Չէ, հենց դրթում են մեզ, ապտակում են։ Դա լկտիություն է։ Ոնց կարելի է գործընկերոջ մասին, դարավոր բարեկամության մասին, հին քրիստոնյա երկրի ու ժողովրդի մասին այդպես խոսել չի կարելի։ Ուրեմն դրթում են մեզ, որ մենք մեր արժանապատվություններով ասենք անջատում ենք ձեզ, ձեր երկաթուղին, գազը, գազամուղը արգրավում ենք, ազգայնացնում ենք, ապա գաղութացման ծրագիր ենք վերցում։ Դրթում են մեզ, չի կարելի այդպես խոսել։ Այդ պրոպագանդիստները պրովոկատոր են։ Մեզ դրթում են, որ ասեն գնացեք, մենք գնում ենք, իրենք գնացել են արդեն պաստորե, այդ մի բազան որ թողել են ստեղ, բազան ինչ պետք է անի։ Լավրովը օրերս հայտարարեց, որ ռուսական ռազմաբազան այստեղ անվտանգության երաշխավոր է։ Հա, ումից է, բայց բանում Արցախում իսկ Ղարսում անվտանգության երաշխավորը չէր, Վանում անվտանգության երաշխավորը չէր, Ջավախքում անվտանգության երաշխավորը չէր, Նախիջևանում ու Արցախում բոլոր տեղերում էլ անվտանգության երաշխավորն է եղել, բայց չի երաշխավորում, մեզ բացատրում են, իրանք ասում են, տեսակ չերաշխավորեցինք, գնացեք, դրթում են, վռնդում են մեզ, իրենք գնացել են, ես ասում եմ, իմ պաշտոնյա եղած ժամանակ, ես գերագույն սովետի պաշտպանության հանձնաժողովում էի, ռուսական բանակը գնաց, ամեն ինչ թողեց, ռուսական բանակը 7-րդ բանակը թողեց ամեն ինչ գնաց, նստեցին, գնացք ու գնացին։ Պարոն Աշակյան, բայց հայտարարությունները նույն Դուգինի, որ Հայաստանը անկախության իրավունք չունի, այլապես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, այլապես մեր դեմ պլազդարմ կդառնա։ Դա նրա մասին է, որ իրենք գնացել են եւ հրաժարվել են Հայաստանից։ Այո, Դուգինի հայտարարությունը հենց դա ասում է, հայեր մեզ վռնդեք, մեր ժողովրդին, իշխանությունը իր ժողովրդին չի կարողանում համոզել, որ դա իրեն պետք չի կարողանում, չեն հասկանում։ Դրա համար մեր անհասկացողներին, մեր մոտ էլ կան անհասկացող քաղաքական գործիչներ, կամ վատ հասկացող, այ ասում են Դուգինը թողացի։ Սա Լավրովն ասում է չեք հավատում, Լավրովն ասում է չեք հավատում, ելով էր ասում։ Զախարովան ասում է չեք հավատում, ձեր վրա կրակում ենք, չեք հավատում։ Արցախը հանձնում ենք ղեկավարությանը, մենք ղեկավարությանը տանում հանձնում ենք գերի, չեք հավատում, բայց ինչ անենք։ Բայց ինչ անեն ռուսները, որ մենք հավատանք, հասկանանք։ Դե մենք հասկանում ենք, չէ՞, ձեր հետևորդներով, դրա համար եք ինձ հրավիրել։
որ ես դա ասեմ, էլի մենք հասկացողներով, անհասկացողներին դուք ինձ ասում եք, որ մենք ձեզ ցածր կարգի տուզեմցիվի դուք տեղաբնիկներ եք մեր համար շահագործման օբյեկտ պիտացելնայա սրիդա դա ասում են որ մարդիկ վիրավորվեն ասեն ուր է մեր իշխանությունը վրընդեք սրանց դրանց անջատեք ռուսաց լեզուն անջատեք մենք ուրիշ լեզու ենք ուզում չինարեն հինդու հա անգլերեն դե բոլորս գիտենք արդեն չիմացողներ արդեն անգլերեն գիտեն ես ուզում եմ ասել որ դա հենց ձև է որովհետև կապված են նրանք իրենց պատմության հետ Դե Լավրովը օրերս օրինակ դաս էր տալիս Հայաստանի իշխանություններին զգուշացնում էր թե արևմուտքը ինչքան չարամիտ կարող է լինել Եվրամիությունը, Վաշինգտոնը, Բրյուսելը այո ինչքան տգեղ է լավ ապրելը գիտեք ինչքան շատ վատ բան է առողջ լինելը, կիրթ լինելը արևմուտք ասելով մենք հասկանում ենք բարեկեցություն մենք արևմուտքից ենք արևմուտքը եթե շատ Տրոյայից է սկսել հույները գոնե ովքեր որ արևմուտքի ծնողն են նրանք ասում են որ մենք հայերից ենք սովորել հույները դա այդպես են ասում այսինքն արևմուտքը դե Հայաստանն է նաև Հայաստանն է այսինքն մենք ուզում ենք լավ ապրել մեզ ասում են դա լավ բան չի կճարպոտեք խոլեստերինը կբարձրանա լավ մի ապրեք վատ ապրեք դա ասում եմ էլի էժանագին քարոզչական հնարանքներ են ասում են լավ ապրել լավ չի երկաթուղին ես եղել եմ Եվրոպայում Եվրոպայի երկաթուղին տեսել եմ բամերը համեմատելի են մեր երկաթուղին դա եմ ասում էլի նրանք չգիտեն որ մենք համեմատել գիտենք նրանք չգիտեն որ 10 միլիոնից 7 միլիոնը լավ 7-ից 3-ն էլ հանենք իրենց մոտ են ապրում չէ նրանց մոտ էլ սապսան մապսան կա ինչ որ իրենք էլ ունեն ժամանակակից երկաթուղիներ իրենք չգիտեն որ 7 միլիոն հայ լավ է ապրում այդ 10 միլիոնից 7 միլիոնը լավ է ապրում բարձր մակարդակի կրթություն է ստանում բարձր մակարդակի առողջապահության համակարգ կա անվտանգության սոցիալական ծառայության ազգային ինքնությունը պահպանելու մշակույթ կա այդ 7 միլիոնը ունի դա ուզում եմ մեզ որ ասում են մեզ ինչի տեղ եք դնում այդ եմ ասում տեղաբնիկ մենք ով ենք ձեր համար որ դուք ասում եք գիտեք արևմուտքը վատ բան է նրանց մոտ գիտեք ինչ որ բաներ կա համասեռամոլներ բան այդ ձեր մոտ չկա ձեր մոտ դա կուլտ է մենք գիտենք մենք ռուս ժողովրդի պատմությունը ֆոլկլորը գիտենք ապրել ենք այնտեղ շփվել ենք ահագին բան գիտենք ձեր մոտ բայց սալդատկաները ձեր մարդուն աղջկան նշանում էին ուղարկում էին փեսացուին բանակ գալի տեսնում էր 4-5 երեխա ունի ինքը դա ասում են սալդատկա տեսեք հարգարժան բան է չէ բանակը ռուս ժողովրդի համար սալդատկաները ամուսինը գնում էր 20 տարի ծառայելու գալի տեսնում էր 5-6 երեխա ունի ասում էր լավ է էլի համ ծառայել եմ համ էլ երեխաներ ունեմ տանը գործանող կա բայց այդ ժողովուրդը մեզ ինչու՞մ է մեղադրում ինչու՞մ եք մեղադրում մեզ Պարոն Աշակյան այսինքն ձեր ընկալմամբ Ռուսաստանը հիմա մեզ դրթում է որպեսզի հրաժարվենք իրենցից Ես ճիշտ հասկացա ձեր ընկալումը այդպես արդեն մեր մոտ վատ հասկացողներին է դրթում ուշ հասկացողներին է դրթում որովհետև մենք ունենք ինքնորոշման իրավունքով ռեֆերենդումներ ենք անցկացրել չգիտեմ ձեր հետևորդները մասնակցել են թե չէ 91 թվականին 2.5 միլիոն Հայաստանի քաղաքացի սովետական Հայաստանի քաղաքացի Ռուսաստանին ասել է գնա դուրը փակել ենք մենք Ռուսաստանի վրա անկախություն ենք հռչակել դուրս ենք եկել Ռուսաստանի կազմից 2.5 միլիոն 10,000 հոգի համաձայն չի եղել դրանից բացի 1.5 տարի առաջ մի անգամ էլ փորձի համար ուղղակի որպեսզի համոզվենք որ այդպեսին ենք մենք մի անգամ էլ հարցում արեցինք ժողովրդին 50,000 ստորագրություն 60,000-ը ստորագրեցին դռները փակեցինք որտեղ էլի 2.5 միլիոն մարդ գալու էր ստորագրի որ մենք գնում ենք Եվրոպա մեր իշխանությունը օրենք ընդունեց ուզում եմ ասել դա ընդդիմությունը չէր միայն իմ կարծիքով նրանք են ընդդիմություն այն մյուս ընդդիմության մասին եթե հարցնեք ես պատասխաններ ունեմ
Այն որոնք որ իրենց ընդդիմադիր են համադրում։ Լավ, եթե Ռուսաստանը պատրաստվում է հրաժարվել Հայաստանից։ Չի պատրաստվում է, հրաժարվել է, մենք չենք Պարոն Աշակյան, բա այն ուժերը, սատելիտները, որոնք այսպես պորտալարով կապված են Ռուսաստանի հետ, օրերս երկրորդ նախագահը ասուլիս ունեցավ, մեղադրեց Հայաստանին կրկին հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնելու, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացնելու մեջ, թրիփը փնովեց որոշակիորեն, ասաց, որ թրիփին պետք է երկրորդ, երրորդ երաշխավոր կողմ, Ռուսաստանը, Չինաստանը, երրորդ նախագահն է օրերս 3, եթե չեմ սխալվում, հայտարարություն արել, որ ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ չի խոչընդոտել երբևէ, որպեսզի մենք արևմուտքից եւ կամ այլ տեղերից կարողանանք զենք ձեռք բերել, դա պարզապես այս իշխանության պատկերացումներն են, սխալ պատկերացումներ ըստ Սերժ Սարգսյանի։ Նաեւ Սերժ Սարգսյանն ասել է, որ իրենք միասնական ճակատով ամբողջ ընդդիմադիր ուժերը որոնց դուք ընդդիմություն չեք համարում, պատրաստվում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մենք գիտենք, որ այդ ուժերը պորտալարով կապված են Ռուսաստանի հետ, կամ այդ ուժերը իրենց հայտարարությամբ էլ գալիս են դա հաստատելու, որ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը միշտ ճիշտ են, միակ սխալ կողմը եղել է Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա ինչպես հասկանալ, ինչպես է Ռուսաստանը հրաժարվում, երբ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը ընտրապայքարի մեջ են մտել եւ բոլորի նպատակը մեկն է, որ հաղթեն Նիկոլ Փաշինյանին, հեռացնեն Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, դրանցից երկուսին 4 հոգու անուն տվեցիք, դրանցից երկուսին Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, ես չգիտեմ ռուսները ինչ պետք է անեն ուրիշ, որ դրանք հասկանան, որ ՀԱՊԿ-ը մեզ չի պաշտպանելու, որ Ռուսաստանի Արցախում Ռուսաստանի ներկայությունը մեզ վնաս է։ Այ եթե դրանք իրենք ասում են դա Ստեփանակերտից, որպես պարտիզան ասեմ, ինչ ասեմ, եթե նրանք այնտեղ չեն, այ երբ որ նրանք ասում էին Ստեփանակերտից, ես այսպեսի բաներ չէի ասում, մարդիկ Ստեփանակերտում են, մեր զորքերը Ստեփանակերտում են։ Մենք կանգնած էինք, մենք այնտեղ կանգնած էինք, ասում ենք, այո, Ռուսաստանը մեր թիկունքին կանգնած է, Ռուսաստանը փոշմանել է, զղջում է Ռուսաստանը, որ դավաճանել է Արցախը, դավաճանաբար հանձնել է թուրքերին, փոշմանել է, հիմա հետ է վերցնում մեր ձեռքերով, մեր զենքով։ Այ ես այդպես էի մտածում 30 տարի, երբ որ այնտեղ էր Ռոբերտ Քոչարյանը, երբ որ այնտեղ էր Սերժ Սարգսյանը, ասում է, այո, Ռուսաստանը փոշմանել է, որ սխալ բան է արել, դավաճանել է հայ ժողովրդին, Արցախը հանձնել է թուրքերին։ Բայց հիմա իրենք Երևան քաղաքում ինչ են խոսում։ Գնացեք Արցախից ինձ ասեք, ես դες կասեմ, ճիշտ են ասում, Արցախում է Ռոբերտ Քոչարյանը իր ընտանիքով, իր թոռներով, ծոռներով Արցախից խոսեք։ Եթե չէ, ուրեմն դուք էլ եք, դուք կարծում եք, որ մենք ձեզանից անհասկացող ենք։ Իրենց թվում է, թե իրենցից ավելի անհասկացող մարդ կա քաղաքական ասպարեզում, բա դուք չեք հասկանում, որ ձեզ վռնդել են ռուսները Արցախից։ Ձեր ընկերները, նախկին ենթակաները բանտում են Բաքվի։ Դա պետք է ասել Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն չի հասկանում, որ իր գործընկերները ինքն էլ եղել, չէ, Արցախի ղեկավար։ Այն նրանք հիմա բանտում են, ռուսներն են հանձնել։ Դե թող ինքն էլ գնա հանձնվի, նախ ինչ բանա, պարտիզանություն։ Հրաշալի օրինակներ կան, պարտիզանություն, գնացեք կռվեք այնտեղից, ինձ կանչեք։ Այն ժամանակ, երբ որ կռվում եք, ես եկա։ Հիմա դուք ինչ ում անունից եք խոսում, ով եք դուք Երևանում, ինչ գործ ունեք դուք Երևանում։ Դա մեկ։ Եթե պարտիզան չեք, սուս մնացեք։ Երկրորդը, դուք որ Երևանում մեր վրա կրակում էիք, ես որպես երևանցի եմ ասում։ Իմ վրա որ կրակում էիք, իմ գործընկերների վրա կրակում էիք, այդ դուք ինչ մտածում եք, որ մենք դա լավ բան ենք համարում, որ գնդակահարում եք մեզ, որ ձեր գերդաստանները ես հիշում եմ նրանց, ոնց են եկել Հայաստան, ինչ ունեին, Գերագույն Սովետում մենք պատգամավոր էինք, իրանց հաշիվը բուֆետում ես էի փակում։ Այն բուֆետչիկին ասում է դրանք որ բան են անում, ես կփակեմ հաշիվ իրանցից փողը մի վեր։ Մենակ ես չէ։ Մենք ստեղ կայինք, Հայաստանում մենք տուժած են։
նրանց հաշիվը մենք կփակենք։ Բուֆետում մեր գերագույն սովետի այդ հիմա միլիարդատեր ու տրիլիոնատեր եք դարձել։ Դուք կարծում եք մենք չգիտենք, որ դուք մեր տներում եք ապրում։ Դուք չգիտեք, իրենք չգիտեն, որ այդ հարստությունը, որ ունեն, դա մերն է։ Դա նշանակում է իրենք շորթել են, տարել են մեր հարստությունը, դա էլ չգիտեն։ Մենք հիշում ենք իրանք ոնց են եկել են, սուքես են ասում տարբեր գույնի կոշիկներով եք եկել, հա։ Ծակ շալվարով եք եկել Հայաստան, այդ ոնց եք դառել միլիոն։ Տեսեք ինչ քրեական գործեր կան։ Այդ հակակոռուպցիոնը ինչ ցուցակ ունի դրանց վրա։ Հիմա էլ դատական process-ների մեջ են։ Դուք որպես ինչ եք խոսում։ Այ որպես գաղութարար։ Իրանք նույնիսկ դա չեն հասկանում, որ իրենց լքել են։ Եթե իրենց դեմ քրեական գործ կա, այս սրանից 15 տարի առաջ դե թող փորձեր մեկը Ռոբերտին բան ասեր կամ Սերժ Սարգսյանին։ Այն ժամանակ Ռուսաստանը իրենց թիկունքին կանգնած էր։ Ասում էր ջարդեք, թալանեք, կերեք, խմեք, կշտացեք։ Ես չգիտեմ ռուսերեն դա ոնց է ասեմ, թե չէ։ Այս սրանից 15-20 տարի առաջ Ռուսաստանը իրենց հետ էր։ Այո, Ռուսաստանը իրենց հետ էր։ Հիմա իրենց հետ, չէ՞։ Դե ասում եմ, քրեական գործ է հարուցված։ Քննիչի հարցերին են պատասխանում։ Խնդրում են տեղեկանք են, բժշկից տեղեկանք են բերում, որ բաց թողնեն իրենց։ Բայց ուզում են ընտրապայքարի մեջ մտնել։ Հա ո՞տ, դե դրա եմ ասում էլի, այդ Ռուսաստանը, որ հիմա հեռախոսը վերցնի ու մեզ ասի, բաց թողեք, մենք պետք է ասենք, չէ։ Եթե Ռուսաստանը հիմա ռմբակոծիչներ ուղակի, ասինքն ասի, մի հատ ատոմային ռումբ եմ գցում Մատենադարանի վրա, փոխանակում ենք Մատենադարանը Ռոբերտ Քոչարյանի հետ փոխում ենք, մենք ինչ անենք, կթողնենք, որ ռմբակոծեն Մատենադարանը, Ռոբերտին կբերենք նորից եկ ասենք, թող գա մենակ Մատենադարանը մի ռմբակոծեք, այ դա է պայմանը, եթե Ռուսաստանը ատոմային ռմբակոծության է ենթարկելու Հայաստանը, Ռոբերտ Քոչարյանը թող հայտարարի, այնքը ասեց կգան, կպատժեն, բառը կ հայերենում նշանակում է ես իմ թուրքերեն, չէ, ուրեմն իրենք ես կարծում եմ ժամկետ անց է նաև նրանց պատասխանատվության հարցը, ես մեղադրում եմ մեր իշխանություններին, նրանք իրավունք չպետք է ունենային հանդես գալու, նրանք պետք է խոսքի ազատության իրավունք չունենային, բանտում պետք է լինեին, փակ ռեժիմով, այդ դատավճռի մեջ պետք է գրված լինել քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն, դատավճռի մեջ պետք է գրված լինել, բանտում լինեն, թող ստանան պայոկ, թող հարմար լինի, պոլը կարմիր ներկվի, դրանք պարտկոմներ են, պոլը դրանց հատակը, տախտակա հատակը, ինչ են ասում, կարմիր գույնի ներկեք, թող բավարարվեն որպես կոմունիստներ նախկին, բայց բանտում լինեն, քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք չպետք է ունենան, մեր երկրի իշխանության թերացումն է դա, կոպիտ սխալ է, որ նրանք քաղաքականության մեջ կան այսօր, կոպիտ սխալ է, նրանք չպետք է լինեին քաղաքականության մեջ երկու պատճառով, մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, նրանց օրոք է եղել, և այդ ահռելի, բոլորովին աներևակայելի կոռուպցիայի պատճառով, նրանք պետք է անպայման զրկված լինեն, հա, բան է, որ հանձնեցին, գլխավորը մոռացել էին կախորում, բայց սեպտեմբերի 3-ը, այսինքն մի անգամ հանձնեցին Հայաստանը Ռուսաստանին, Բայց Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցությունը 13 թվականին չտարավ հանձնեց սկուտեղի վրա, չի ընդունում Ռուսաստանը։ Հա էլի մոռացել է այդ հուզված էի հետ տանք, հա նորից ուրեմ, նախ եւ առաջ Հայաստանը ուր է հանձնում, մեր ժողովուրդը դուրս է եկել Ռուսաստանից, ինչի տարակ քվեարկեցիք դրա օգտին։ Ոչ միայն գաղտնի ստորագրեցին, այլ տարան հանձնեցին, ու դրանք հիմա իրավունք ունեն քաղաքականությունում հայտ ներկայացնելու, իշխանության հայտ ներկայացնելու, Հայաստանի Հանրապետությունը, անկախ հանրապետությունը հանձնեցիք ու ռուսները մերժել են, տեսնում եք, որ մերժել են, դուք վիրավորական եք, գիտեք, կրկնակի վիրավորական է, մի դեպքում, որ հանձնեցին, մի դեպքում, որ նա էլ չի ուզում,
Ռադար է կա, չի ուզում։ Ձեզ չի ուզում, տվելա Նիկոլ Փաշինյանին, ասել է ինչ ուզում ես արա։ Դա էլ մարդասեր է, 3 աղջիկ ունի։ 3 աղջիկ ունեցող տղամարդիկ փափկասիրտ են լինում։ Չի պատժում։ Վերջ։ Քաղաքական գործունեությամբ արգելված է նրանց զբաղվելը։ Այն երկուսի մասին էլ ասեմ։ Եթե ուզում եք ասեք, եթե նրանցից էլ այդ կանդալները, ձեռնաշղթաները, վրեքների ինչի մասին են խոսում։ Տեսեք, Ռուսաստանի դու այդ Բարգավաճ Հայաստանը Եդինայա Ռոսիայի ֆիլիալն է, չէ՞։ Ու Եդինայա Ռոսիա։ Երևի։ Չէ, բայց հուշագիր ունեն։ Ես հիմա ինձ Սամվել Կարապետյանը դատի է տվել խոսքի համար, Զաբազար Ատվիչայը, ինքը գիտի, այնտեղ տենց են ասում, գիտի ոնց։ Ես ասում եմ, որ հուշագիր ունեն։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ դուրս գանք այդ եվրոպական ծրագրերից, հայտարարություն են արել, էլի, այդքան խելք չունեն։ Հայտարարություն արել, որ մենք դեմ ենք Եվրոմիությանը, մենք Ամերիկային ու Եվրոմիությանը ՆԱՏՕ-ին դեմ ենք։ Պատկերացնում եք ինչ մասշտաբել են, բան որտեղից էլ եկել են, ասում մենք ՆԱՏՕ-ին դեմ ենք, Եվրոմիությանը դեմ ենք, ուզում ենք գնալ Տաջիկստանի հետ դաշինքի մեջ լինել, փող շինել, զավոդներ կբերենք, կսարքենք Ղարաքիլիսայում, իրենց գյուղի անունը այ կարծեմ այդպես է։ Այնտեղ իրանք պարտկոմ են եղել իրանք էլ, մենք պարտկոմների այդ Գագիկ Ծառուկյանն չի անկել դրանց մեջ, այլ պարտկոմ չեղել, այդ 3-ը պարտկոմ են 4-ը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ափսոս մենք էլ ենք էլ դրանից տուժում։ Ռուսաստանը էլի մի բան կանի, որ դրանք համոզվեն, որ դե ես ասում եմ ամենամեղմը, որ այդ 4-5-ը նստեն բերդում, սուս նստեն զրկվեն քաղաքականությունով, դա ամենամեղմը կլինի։ Իսկ եթե Ռուսաստանը տեսնի, որ մենք չենք հասկանում, որ ինքը այլևս չի ուզում լինել Հայաստանում, ուրեմն կպատժեն, մի բան կհանձնեն։ Հա, ուզում են գան այդ մեր հետ են պայմանավորում, ուզում են գալ, մեղրի ենք ուզում գալ։ Այդ տիրոջ հետ պայմանավորվեք, ձեր գործընկերը Ամերիկան է, Ամերիկային տեսեք, թույլ տալիս է, թե չէ։ Մեզ որ ասում են մենք ինչ պետք է անենք։ Մենք հրավիրեցինք Թրամփին Ամերիկային մենք հրավիրեցինք, ոնց որ հիմա ասեն Իրանը հրավիրել է բան Պարսից ծոց, Պարսիկները Պարսից ծոց են հրավիրել ամերիկան ավիակիրներին։ Իրենք եկել են, գնացեք պայմանավորվեք, տալիս է, ես գիտեմ պետք է հարցնեիք, Թրամփը տեղ տալիս է ձեզ թե չէ։ Եթե տալիս է, եկեք։ Արդեն հարցրեցի ու այն համատեքստում էր, որ դուք ասում եք Ռուսաստանը հրաժարվում է, բայց Ռուսաստանից մեկ լրիվ հակառակ հայտարարություններ են լսում, որ ամենտեղ ուզում են ամեն դեպքում մասնակցություն ունենալ։ Դա լուրջ չի, դա ասում եմ այդ ուժ հասկացողների համար է, որ ուզում է մեզ չի ասում։ Թրամփին առանձին գնացին Ալյասկայում հանդիպեցին, պետք է ասիր տեղ տուր, 2 կիլոմետր ինձ տուր, նա էլ կասեր արի։ Բայց հիմա որ ձեր խոսնակները, ձեր ժուրնալիստներն են, դա հիմա ձեր ասածներով մեր այս խոսակցությունից հետո շատ բան է փոխվելու կյանքում։ Կարծում եք հիմա դատախազը կկանչի, ինչ որ բան կանի, կտանեն Բերդ դրանց։ Չէ, այնտեղ էլ այդպես։ Նրանց ասածները 0 արժ են։ Ասում են, որ մեզ տեղ տվեք, մեզ ինչ եք վռնդում։ Մեզ վռնդում եք, դե բաց համ ասում եք վռնդեք, համ էլ վռնդում եք, ասում եք մի վռնդեք։ Մենք այս ռուսներին չենք հասկանում։ Շնորհակալ եմ, պարոն Աշակյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Կհանդիպենք։